Ինչպես գիտեք, մենք հիմա գտնվում ենք հայոց արժանապատվության ասպետների հուշարձանի հարևանությամբ։ Այս հուշարձանը բացվել է 2 տարի առաջ եւ այն նվիրված է Նեմեսիս գործողության մարտիկներին, թեև այստեղ կան նաեւ որոշ անձիկ, որոնք թեև անմիջականորեն Նեմեսիսին չեն մասնակցել, բայց այլ պայմաններում իրականացրել են արդարադատությունը հանուն հայոց արժանապատվության։ Օրինակ Մելքումովը, որը Կարմիր բանակի սպա է եղել եւ անձնապես գնդակահարել է Այնվեր Փաշային, եւ ինքը Նեմեսիս գործողության անդամ չի եղել։ Մեր տեսանկյունից եւ ես իմ ելույթում արդեն ասացի դրա մասին, Նեմեսիսը պետք չի Նեմեսիսին վերաբերվել որպես վրիժառության ակտ։ Նա արդարադատության ակտ է, որովհետեւ մեծ մասը այն անձանց, որոնք գնդակահարվել են Նեմեսիսի մարտիկների կողմից, իրենք արդեն դատապարտված են եղել մահապատժի հենց Օսմանյան դատարանի կողմից մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների համար։ Որպես փաստ պարզապես նշեմ, որ Օսմանյան դատարանը 18 եւ 19 թվականներին 19 մահվան դատապարտի վճիռ արձակել, որից Օսմանյան արդարադատության կողմից իրականացվել է միայն 3-ը։ Մնացած հանցագործները կարողացել են խույս տալ արդարադատությունից, հիմնականում պատասպարվել են Եվրոպայում, մեծ մասը Գերմանիայում, մի մասը Իտալիայում, Գերմանիան եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը, եւ 1919 թվականին ընդունվել է որոշում Դաշնակցության 9-րդ ժողովում Երևանում, որ հայ ժողովուրդը ինքը իր ձեռքը կվերցնի այդ արդարադատության իրականացումը։ Եվ թեև 20 թվականին մենք կորցրել ենք մեր պետականությունը անկախ, բայց Նեմեսիսի խումբը, որպես կազմակերպված խումբ, շարունակել է արդարադատության իրականացումը, որը ինքնին բացառիկ երևույթ է։ Մենք 20 թվականի վերջին ստիպված ենք եղել զիջել մեր ինքնիշխանությունը բոլշևիկյան Ռուսաստանի, բայց այդ թիմը մնացել է, շարունակել է իրականացնել գործողությունների մեծ մասը տեղի ունեցել 3 վայրերում՝ Բերլինում, Կոնստանտինոպոլիսում եւ Թիֆլիսում։ Ընդ որում այսօր ելույթ ունեցավ այստեղ Արմեն Գևորգյանը, իր պապը Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում 1922 թվականին արդեն խորհրդայնացումից հետո կարողացել է գնդակահարել Ջեմալ Փաշային, որը եղել է ռազմածովյան նախարարը Երթուրքյան կառավարության եւ որը այդ ժամանակ եղել է խորհրդային կառավարության պաշտպանության ներքո։ Այսինքն նույնիսկ այդ կարգի խիզախ գործողությունները մարդիկ կարողացել իրականացնել եւ ոչ միայն իրականացնել, նաեւ ինչ որ իմաստով անկորուստ կարողացել են հեռանալ այդտեղից։ Բազմաթիվ այլ գործողություններ են իրականացվել, ամենահայտնին իհարկե 1921 թվականի մարտի 15-ի Թալատ Փաշայի գնդակահարությունն է Բերլինում Սողոմոն Թեյլիրյանի կողմից, բայց ավելի քիչ հայտնի է, որ իրականում դա կազմակերպված գործողություն է եղել, կազմակերպված է եղել Շահան Նաթալիի կողմից, այդտեղ եղել է երկրորդ խումբը, որը պատրաստ է եղել, ապահովման խումբը, իրականացնել գնդակահարությունը, եթե Սողոմոն Թեյլիրյանի մոտ այս կամ այն պատճառով չստացվի, եւ այդ երկրորդ խմբում եղել է մեծանուն հայ պոետ Ավետիք Իսահակյանը, նաեւ իմ հավանակիցը, ավշուտ ես եմ իր հավանակիցը։ Եվ այդ ամեն ինչը մեծ պատմություն է, մեծ եւ շատ կարեւոր, որը ինչ որ իմաստով այս ամբողջ ընթացքում մնացել է խողարկված մեզանից։ Մենք բոլորս գիտենք ցեղասպանության մասին, բայց շատ քչերը գիտեն, թե ցեղասպանության համար, ցեղասպանության մեղավորները ինչ պատասխանատվության են ենթարկվել։ Եվ մենք այսօր այստեղ ենք նախ հիշատակելու դա, ոգեկոչելու այդ հերոսների հիշատակը, արժևորելու իրենց գործողությունը եւ ամենակարևորը, ինչ որ ես իմ խոսքի մեջ նշեցի, հիշեցնելու, որ Նեմեսիսը չի ավարտվել։ Քանի չի ավարտվել մեր նկատմամբ ցեղասպան գործողությունները, Նեմեսիսը շարունակվելու է եւ այն մարդիկ, որոնք մտածում են, որ կարելի է անարգել, անպատիժ հայ վրա ձեռք բարձրացնել, պետք է հիշեն, որ դա այդպես չի լինի։ Պարոն Չալաբյան, թեպետ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է հայոց ցեղասպանությունը, սակայն ապրիլի 24-ին Դոնալդ Թրամփը չկիրառեց հայոց ցեղասպանություն արտահայտությունը եզրույթը։ Ինչով եք սա պայմանավորում։ Անկեղծ ասած միարժեք պատասխան չունեմ, բայց ենթադրում եմ, որ դա նշանակում է, որ մեր լոբիստական կազմակերպությունները Միացյալ Նահանգներում այս ադմինիստրացիայի հետ բավարար աշխատանք չեն կատարել, այդ մեկ, եւ երկրորդը, որը բացարձակ ակնհայտ է, գործող իշխանությունը Հայաստանում ընդհանրապես ոչ մի աշխատանք չի կատարել, ընդհանրապես, ավելին, տարբեր տեղերում մեր տեղեկությունները նրանք նույնիսկ խանգարել են ցեղասպանության հիշատակման միջոցառումներին, Հայաստանում էլ որ կարողանով հասկացաք, այդ ամբողջ ցեղասպանության հիշատակման միջոցառումները իր ձեռքը վերցրեց քաղաքացիական հասարակությունը։ Պետությունը համարյա ոչ մի բան չարեց։ Ոստի առաջին հերթին պետք է մենք նայենք մեր մեջ պատճառների համար այս գործող վարչախմբի, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական լոբիստական կառույցների կատարածի եւ չկատարածի մեջ։